Փառք Աստծո, ողջունում եմ բոլորիդ Տեր Հիսուսի անունով։ Քարոզս վերնագրել եմ, կոչվում է լավ լինի քեզ։ Մի քիչ դժվար ժամանակներ ենք ապրում, բայց անկախ նրանից ինչպիսի ժամանակներ են, ինտերնետը թույլ է, բենզին չկա, դրոններ են թռչում, չգիտեմ, այս բոլորը մեզ պետք է ներշնչի, քաջալերի, որ մենք ավելի Աստծո երեսը փնտրենք։ Սա մեզ նշան է, որ ավելի փնտրենք նրա երեսը, ամեն։ Եվ ավելին ասեմ, ես սպասում եմ մեծ արթնության, չգիտեմ երկրի վրա ինչեր ալինելու, բայց սպասում եմ արթնության, որ մեծ քանակով ժողովուրդ կապաշխարի եւ ես եւ դու կլինենք այն մարդիկ, որ կընդունենք այդ նոր հոգիներին եւ խնամ կտանենք մինչեւ վերջ։ Թող Աստված փառավորվի։ Ինչի համար հաճախակի առանց պատճառի մեկ էլ հանկարծ շատ տխուր ես։ Չգիտեմ ձեր հետ լինում է թե չէ։ Կարծես թե առանց պատճառի տխուր ես էլի։ Պարոստ անտրամադիր տրտմած է ներսդ ու փորձում ես հասկանալ։ Ինչի՞ է տենց։ Իրականության մեջ առանց պատճառի չի։ Իրականության մեջ պատճառ կա, բայց այդ պատճառը ուղղակի չի երևում։ Շատ անգամ այդ պատճառը չենք տեսնում, դրան չենք կարողանում բացատրություն տանք, բայց որ ուշադիր քննենք արմատը գտնելու, որտեղ միշտ արմատը չի երևում։ Արմատը եթե գտնենք, դուք կտեսնեք, որ արմատը գտնվում է այնտեղ, որ օրինակ պատական վիճվեցիր մեկի հետ կամ չարախոսեցիր կամ մի վատ խոսք ասեցիր, ես ուզում եմ քեզ հիշեցնեմ, ամեն քո գործողություն, ամեն քո ասած խոսք, ամեն ինչ ես նայում, ինչ ես լսում, ինչ ես տեսնում, ամեն բան վերադառնում է քեզ, հիշի դա, ամեն բան վերադառնալու է քեզ, ավելին ասեմ, վերադառնալու է, մենակ չի վերադառնալու, իր հետ, իր ընկերներին էլ է բերելու, թե լավ, թե վատ, դրա համար ես այսօր ուզում եմ քեզ այս մասին խոսել, որ քեզ լավ լինի, բաներ կա, որ մենք պետք է անենք, և բաներ կա, որ պետք է չանենք, բաներ կա, որ պետք է մենք հասկանանք, որ դարձել ենք քրիստոնյա, հավատացել ենք, այդ մեր հավատքը գործերով պիտի արտահայտվի, բաներ կա, որ դրանից հետո է քեզ համար լավ լինում, մենք կխոսենք այս մասին ավելի խորը և հաճախակի, երբ որ մարդը չի ճանաչում Աստծո ճանապարհները և իրան վատ է, ինքը վատ է ներսից զգում իրան, դիմում է անաստվածային շատ քայլերի, փորձում է այդ իր ներսի վիճակը փոխել արտաքին обстоятельствам փոխելով, обстоятельства իրավիճակ, հա? Օրինակ, մարդը վատ է իրան զգում և փորձում է, մտածում է, եթե շորերը փոխի, լավ թազա շորեր առնի, հա, գնան շոպինգի, լավ կլինի և գնում է իրան թազա շորեր առնում, այդ պահը մի քիչ լավ է, բայց նորից վերադառնում է այն հին տեսքին, այո։ Մի քիչ հետո մտածում է լավ, լերևի մի թազա բան ուտեմ և փորձում են գնալ ընտանիքով, ասենք մի հատ ով է կրևետկա սիրում, վերջը գնում են մի հատ տենց թազա բան ուտելու, ուտում են, այդ պահը լավ է, հետո նորից վերադառնում են այն հին դիրքին, մի որոշ ժամանակ հետո։ Լավ ասում են, եկեք երաժշտություն միացնենք, պարենք, երաժշտություն են միացնում, երգում պարում ու մի քիչ հետո նորից գալիս է այն վիճակը, ինչ վիճակի մեջ կարծես այդ տրտմությունը նման լինի մի մեծ բութիլկա հայերեն շիշ, որ երբ որ ներքևից է ծակվել, ինչքան ուզում ես տեղից լցրա, մի քիչ հետո իջնելու է նորից այդ մակարդակին։ Ամենաշատը մի որոշ ժամանակ, մի քանի րոպե, միգուցե դուրս եկար
այդ միջավայրից նորից իջնում ես այն նույն վիճակին։ Ցավալիորեն մարդիկ, որպեսզի իրանց համար լավ լինի, նաև փորձել են գնալ, գնանք խմենք, խմում են, հետո նորից մեր լեզվով ասած ծոյաղանում են ու տեսնում են, որ նորից նույն տրտմությունն է, նույն ցավն է։ Մարդիկ փորձում են դիմել նոր նարկոտիկների բանի եւ փորձում են այտենց, այսինքն մարդը միշտ ուզում է իրան լավ լինի, բայց չգիտի ինչ անի, որ լավ լինի։ Եվ այսօր մեր եկեղեցում հավաքվել ենք, որ խոսենք, թե ինչ անի, որ լավ լինի։ Եթե դժվար չի, եկեք բացանենք, ուրեմն Եսայի մարգարեության 3:10-11 խոսքերը։ Ասացեք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է։ Աստեղ թարգմանության մեջ գրած ասացեք արդարին, որ նրա բանը լավ է։ Ասացեք արդարին, իմ մոտի թարգմանությունով կամ տե տարբերություն չկա, ասում է ասացեք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է։ Որ մի քիչ քերականական ուղղություն անենք, քանի որ խոսելու է ապագայի հետ, որովհետև իրանց գործերի պտուղն են ուտելու։ Այսինքն մի process է, որ անելու ես, հետո է լավ լինելու։ Լավա ու լավ կլինի։ Արդարին ասացեք լավ կլինի։ Իսկ 11 խոսքում վայ անզգամին, նրա բանը չար է, որովհետև իր ձեռքի գործերի հատուցում պիտի լինի։ Եթե ինձ համար դնեիք մի նոր թարգմանություն, որը որ ավելի լավ թարգմանություն է, այնտեղ ասում է անզգամին ասա, որ նրա քեզ համար վատ է լինելու, որովհետև դու քո ձեռքի պտուղից ես ուտելու, քո արածների հետևանքն ես ուտելու։ Արդարին էլ ասեցեք, նորից 10-րդ խոսքը դնենք, ասացեք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է, որովհետև նա իր արարքի պտուղը ուտելու է։ Ես մի քիչ առաջ ասացի ձեզ, որ ամեն բան հետ է վերադառնում։ Ինչ որ ասում ես, ինչ որ անում ես, դու դրա պտուղը ուտելու ես։ Մի մտածեք, եթե մեկի մասին չար խոսեցիք, այնց օդի մեջ բան արեց, իսպարիոս, ցնդվեց, գոլորշացավ ու գնաց։ Այդպես չի։ Ամեն խոսք, որ դուրս է գալի քո բերանից, գնում է իր անկերներին, հավաքում ու հետ է գալի։ Թե լավ, թե վատ։ Դրա համար ուշադիր եղեք ինչ եք խոսում։ Եվ նմանապես մարդը մի սխալ բան է խոսել, եկել է տուն, մոռացել է, 3 ժամ, 4 ժամ անցել է վրան ու տխուր է, տրտմած է ներսը, վատ է ինքը զգում։ Ու չի հասկանում, որ ընդեղ արմատ էր գցել։ Եվ այդ խոսքը գնացել է պտտվել, ընկերներին վերցրել, եկել եւ քո ներսը ուրախությունը թալանել է քեզ։ Արդարին ասեք, որ քո համար լավ է լինելու, իսկ անզգամի համար շատ վատ է լինելու։ Ընդհանրապես թե ուտելու հաճույքը որը որ մի որոշ ժամանակ ուրախություն է պատճառում, բայց հետո էլ եմ ասում, այդ որ այդ կոլբա ասեմ կամ այդ շիշ ասեմ, դու ներքևից նայում ես դատարկ է այդ վերևը։ Նորից ես ուզում լցնես մի բանով։ Ասում ես գնամ, ասենք ընկերներիս հետ ժամանակ անցկացնեմ, լավ ժամանակ, գալիս է լցվում, բայց քանի որ կա պատճառ, որը որ քո ներսը թալանում է, տանում է, քանի որ քո ձեռքի, քո արածի պտուղն ես ուտում, նորից դատարկվում է, ներքևից նայում ես, նորից ես ասում, ինչ անեմ, որ լցվի, այդ տեղը Աստծո տեղն է։ Լսեին, ասեմ, դու առանց Աստծո չես կարող լավ լինել։ Ես չեմ հավատում։ Ինչքան ուզում է շատ հարուստ մարդիկ լինեն, ինչքան ուզում է շատ գիտուն մարդիկ լինեն։ Առանց Աստծո ես չեմ հավատում, որ այս մարդը երջանիկ է, առանց Աստծո, որ իր համար լավ ամեն ինչ։ Այս մարդը որոշակի բաներով կասեմ, այո, լավ է։ Նրանք տեսնում է, որ իր կյանքում դատարկություն կա, փորձում է լեցնի այդ տեղը։ Շատ աշխատում,
շատ է լեցնում, այդ տեղը լցնում է, բայց հետո գալիս է նորից իջնում է այն տրտմած վիճակին մեջ։ Այսինքն ոնց որ ատամը ցավա, մի դեղ են տալի քեզ, խմում ես չի անցնում։ Ասենք դա փողներ։ Լավ, դրանից հետո ասում են, լավ, գնանք Դուբայի, միգուցե լավ կլինի։ Գնում են, հանգստանում են, կոլբան լցվեց։ Գալիս են նորից իջնում է նույն վիճակին։ Մի հատ ուրիշ դեղ են տալի, հա։ Եվ այլն, կարող ենք թվարկել, հա, ինչ դեղեր ուզում եք տրեք դրա տեղը։ Քեզ համար լավ չի լինի այնքան ժամանակ, մինչև որ չվերականգնես քո եւ քո Աստծո հարաբերությունը։ Երբ որ դա խախտված է, հիմա ուշադիր եղեք։ Արտաքին իրավիճակը չի կարող փոխել ներքին իրավիճակը։ Եթե քեզ համար վատ է, տներդ ես ռեմոնտ անում։ Գիտես թե այդ էր պակաս էլի քո ուրախությանը։ Անում ես, վերջացնում, տենում ես, որ էլի այդ տեղը չի լցվում, դատարկ է։ Ասում ես գուցե եւ ընտանիքով պետքա մի տեղ գնանք։ Գնացինք, եկանք, էլի խնդիրը։ Գիտեք, վերականգնել արտաքին ամեն բան տեղը դնելը դեռ չի նշանակում ներսի վիճակը ամեն ինչ լավ է։ Բայց երբ որ ներսում է լավ, ուշադիր, եթե ներքին վիճակը լավ է, Պողոս Առաքյալին, Պետրոսին դրել են բանտի մեջ, նրանց ներսի վիճակը լավ, ասացեք արդարին, որ քո բանը լավ է, ներսի վիճակը լավ է, բանտի մեջ, երգում են, ուրախ են, ձեռքերը, ոտքերը կոճղի մեջ, ուրախ եմ, որքան ուրախ եմ, հիշելով այն մեծ հույսը ցնծում եմ։ Գիտես, ներքին վիճակը երբ որ կարգին է, այլ արտաքին իրավիճակը ոչինչ չի նշանակում։ Հոգևորի եւ մարմնավորի տարբերությունը սրանում է։ Հոգևոր հավատացյալներ կան եւ մարմնավոր հավատացյալներ կան, որոնք որ ուղղակի դոլարի կուրսի հետ իրանց տրամադրությունը բարձրանում է, իրանց տրամադրությունը իջնում է։ Եվ սա արտաքին обстоятельствն, արտաքին իրավիճակն է։ Բայց բաներ կան, որոնք որ կախված է, որ ներքին վիճակի հետ, երբ որ այնտեղ լավ է, էլ կարևոր չի ով անարգում քեզ, էլ կարևոր չի ով է քարքծում վրա, ով է ցեղ գցում քեզ վրա։ Չես բորբոքվի, խաղաղությունդ կպահես, որտեվ թանկ է։ Ներսդ կպահի քեզ, որտեվ ներսի վիճակն է կարևոր։ Իսկ ավելին ասեմ, ներսի վիճակը հաճախակի ազդում է արտաքինի վրա էլ։ Ես ձեզ ասեմ, հաճախակի ներսն է ազդում արտաքինի վրա, ոչ թե արտաքինն է ազդում ներսի վրա։ Համաձայն եք ինձ հետ, որ ընդեղ լավ է, ամեն ինչ լավ է, բայց որ ընդեղ լավ չի, էլ կարևոր չի թե ընդեղ այս աշխարհում ինչ կա, դա քեզ չի ուրախացնի։ Ես ամենաճոխ հարսանիքներում որ եղել եմ, ընդեղ լավ չի եղել, ինձ համար էլ դա ուրախություն չի, բայց երբ որ ստեղ լավ է ներսում, էլ կարևոր չի թե ինչքան արտաքին աշխարհում դժվարություն ու խնդիրներ կա, արդեն ամեն բան տեղն է բերում։ Ուզում եմ բացանենք ուրեմն Եփեսացիս 6:2-3։ Տեսեք մի քանի պունկտեր եմ թվարկելու, թե ոնց է լինում, որ ընդեղ լավ է լինում։ Պատվիր քո հորը եւ մորը, եւ սա է առաջին պատվիրանքը խոստումով, որ քեզ լավ լինի, մի հատ ասեք, որ ինձ լավ լինի, եւ երկար ապրես երկրի վրա, որպեսզի քեզ համար լավ լինի, ասում պատվիր քո հորը եւ մորը, ծնողների հետ, հա, վերականգնել отношения, փոխհարաբերություն։ Լսի, գուցե եւ ծնողդ քեզ նեղացրել է,
գուցե նաև սխալ է, բայց եթե դու քո ներսից իրանց չես պատվում, իրանցից վիրավորված ես, այսինքն դա միշտ վատ է լինելու։ Մի անգամ մի բան ասեցի, այս ռուսականն էլ ասեցի, մի հատ փորձի, գնաս մի հատ կանֆետ առնես, պլիտկա, կամ ինչ-որ սիրում է ծնողդ, թեկուս իրանց համար այդքան կարևոր չի, թանկ, էժան, պրոստը մի հատ սենց կանֆետ առ, արի գրկի մորդ, ասա, մամ ջան, քեզ շատ եմ սիրում, այս կանֆետն էլ քեզ։ Վերականգնի Ատնաշենյան, ու տես, որ քո համար լավ կլինի։ Ես ասում եմ քեզ, կտեսնես, որ քո ներսը ուրախանում է, քո ներսում մեծ ուրախություն կա։ Բայց երբ որ թողնում ես հարաբերությունը փչանա, ես տեսել եմ երեխաներ, որ ծնողների հետ հարաբերություն են փչացրել։ Եվ իրանց մոտ միշտ վատ է։ Մի գիտեմ, որ պատճառն ընտեղ է, բայց ոնց ասեմ։ Գիտեք, որտեվ իրանք առաջնորդվում են ոչ թե Աստծո խոսքով, այլ ես եմ ճիշտ, թե ինքը, ճիշտ ու սխալ եմ փնտրում։ Էլ եմ ասում, ծնողի հարցում ճիշտ ու սխալ չկա։ Նույնիսկ եթե ծնողդ սխալ է, նույնիսկ եթե սխալ է, միևնույն է, քեզ պետք է դու պատվես, խոնարհությամբ մոտենաս, իմաստությամբ մոտիկանաս, սիրտը շահես։ Փորձես, որ հասկանաս, որ ծնողը միշտ սրբություն է եւ շատ հասկացողությամբ մոտիկանաս դրան, պանիմանիմ, հա, ոնց որ ասած, ըմբռնելով, գիտակցելով, որտեվ սա է Տիրոջ պատվիրանքը։ Պատվիր քո հորը, սա է առաջի պատվիրանքը ըստ խոստումի։ Եվ հաջորդ խոսքը ասում է, որ քեզ լավ լինի, որ քեզ լավ լինի։ Ենք ասում ենք լավ չեմ, պատճառներից մեկը կարող է տեղ լինել։ Ես ցավում եմ, բայց իմ սերունդը տեսել է այն մարդկանց, որ իրանց ծնողներին հայհոյում էին, որ ատում էին իրանց ծնողներին։ Ես տեսել եմ, իմ ընկերներից ես հետ եմ քաշվել, պատճառը են աղել, մեկն էլ են աղել, որ մի անգամ մեկին տեսա, որ իր ծնողին հայհոյեց։ Ասում ենք չենք կարող անգերություն անենք։ Բախի, ասացի, եթե դու քո ծնողդ տենց ես խոսում, դու իմ ընկերը չես կարող լինես։ Ես հավատացյալ չեմ եղել ժամանակ։ Ես նրանցից հետ քաշվեցի մենակ նրա համար, որ իրանք հայոյանքով էին խոսում իրանց ծնողների հետ։ Որովհետև գիտեք խերը տենց խոսում, ես միջև հիշում եմ, որովհետև իր հերն էլ իր մոր հետերը տենց խոսում։ Եվ սա սերունդից սերունդ այդպես էր փոխանցվում։ Բայց Աստվածաշունչը այդպես չի սովորացնում։ Լավ։ Պատվել ծնողներին դա մի հրաշալի զգացմունք է։ Ես ասում եմ ու այս քայլից անցնենք հաջորդը։ Երբ որ պատվում ես, դու մի հատ յուրովի ուրախություն ես ապրում քո ներսում։ Յուրովի ուրախություն ես ապրում քո ներսում։ Երբ որ ծնողներիդ պատվում ես, փորձեք պատվի արժանացնել։ Միշտ չէ, որ նրանք կան։ Քանի հնարավորություն եք, պատվեցեք, իրանց սիրտը ուրախացրեք։ Դրանով քո եւ քո Աստծո մեջ հարաբերություն ես ուղղում։ Քեզ թվում է, թե ամեն բան նորմալ է, չի երևում դա, բայց երբ որ ծնողդ վիրավորված է քեզանից, խնդրում եմ, սիրտը ուրախացրա։ Մայրը միշտ էլ ներող է։ 10 հատ կոպիտ սխալ ես առել, միևնույն է, ինքը ներելու է քեզ։ Երբ որ իր սիրտը ուրախացնես, Աստված կօրհնի քեզ, Աստված երկնքից տեսնում է։ Առաջինը ես ասեցի հարաբերություն, վերականգնել հարաբերություն ծնողների հետ։ Երկրորդը միաբանության վրա է։ Երեմիա 32-39-րդ խոսքն եմ ուզում կարդանք, տեսնենք ինչ է գրում։ Եվ ես կտամ նրանց մեկ սիրտ եւ մեկ ճանապարհ, որ ինձանից վախենան ամեն ժամանակ, որ լավ լինի իրենց համար։ Երեմիա 32-39 Եվ ես կտամ նրանց մեկ սիրտ եւ մեկ ճանապարհ, մեկ սիրտ եւ մեկ ճանապարհ, որ ինձանից կվախենան ամեն ժամանակ, որ
լավ լինի իրանց համար եւ իրանցից հետո իրանց որդիների համար։ Իրանց համար եւ իրանցից հետո իրանց որդիների համար։ Ես ստեղ երբ որ տեսնում եմ, որ մեկ սիրտ կտա, ես ակամայից հիշում եմ Գործք առաքելոց 2-րդ գլուխը, երբ որ ամենքը միաբան մեկտեղ էին, Աստված օրհնեց, Սուրբ Հոգին լեցրեց։ Երբ որ ամենքը միաբան մեկտեղ էին, Աստված ամեն օր փրկվածների թիվը ավելացնում էր։ Միաբանության հետևանքներ։ Միաբանության հետևանքներ։ Երբ որ միաբան են, Աստված ասում մի ճանապարհ, մեկ սիրտ կտա, մի հոգի, մի շունչ են, մի հոգի եւ մեկ սիրտ էր եկեղեցին այդ ժամանակ։ Մի ճանապարհ կտամ, որ ինձանից վախենան, Աստծուց վախեցողների համար լավ կլինի։ Եվ ասма, որ լավ լինի իրանց համար։ Բայց երբ որ հակառակություն կա, երբ որ միաբանություն չկա, երբ որ ամեն մեկը Դիտես մանկապարտեզում երեխեք կան, որ ամեն մեկը իր մատի տվեկալած, պատին ինքը իր ուզած նկարն է նկարում։ Արդյունքում ոչ մեկի նկարը չես հասկանում, ես ինչա նկարել։ Այ մարդը հաճախակի այդ տենց բաներ է նկարում, խոսում ու ասենք չես հասկանում, եկեղեցուց է, եկեղեցուց չի, եկեղեցու դեմա թե եկեղեցու կողմա, Հիսուսինն է թե Հիսուսինը չի։ Ու միշտ խնդիրներ, խնդիրներ եւ այլն։ Աստծո ուզածը սա է, որ մեկ սիրտ լինենք։ Եվ այն ճանապարհը, որ Տերն ասել է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, հենց այդ ճանապարհով գնա։ Եվ ասма որքան գեղեցիկ եւ որքան բարի է, եւ եղբայրները միաբան են։ Անիկա ազնիվ յուղի պես է, որ իջնում է Ահարոնի գլխից, նրա մուրուքի ծայրով իջնում հանդերձների ծայրը, եւ այդ միաբանության մեջ Աստված հաստատեց կյանք եւ օրհնություն։ Հիշում եք Սաղմոս 132, 33։ Որքան գեղեցիկ, որքան բարի է, այսինքն այդ միաբանության մեջ կյանք եւ օրհնություն կա։ Տեսեք, միգուցե արտաքինից ամեն բան լավ է, գործերդ հաջողված է, կյանքդ լավ է, ամեն ինչ լավ է արտաքինից, բայց երբ որ ներքուց դու միաբանության մեջ չես, լավ չի, ներսդ լավ չի, վիճակդ լավ չի, բայց երբ որ միաբան ես, Աստված ասում է, որ ամեն բան լավ կլինի, որ ամեն ժամանակ, որ լավ լինի իրանց համար, եւ հաջորդը ասում է, եւ իրանց սերունդի համար, որտեվ Աստված Աստծո ճանապարհների մեջ քայլելով, Աստծո երկյուղը կրելով, դու ոչ միայն քեզ համար ես ճանապարհ հարթում, այլ քո սերունդի համար ես ճանապարհ հարթում։ Հաջորդ խոսքն եմ ուզում կարդանք, հնազանդություն Աստծո խոսքին։ Երեմիա 38:20 Երեմիան ասաց. «Չընտալ, խնդրեմ, լսիր Տիրոջ ձայնը, որ ես քեզ ասում եմ»։ Լսիր կամ հնազանդվիր Աստծո ձայնին, որ ես քեզ ասում եմ, այն ժամանակ լավ կլինի քեզ համար։ Եվ քո անձը ողջ կմնա։ Լսիր Աստծո ձայնը, լսիր Տիրոջ ձայնին, որ ես քեզ ասում եմ, այն ժամանակ լավ կլինի քեզ համար։ Երկրորդ օրինացի մեջ էլ կա գրված, եթե չեմ սխալվում, երևի 8-րդ գլուխն է, չեմ հիշում, ասում է, որ եթե ուշադրությամբ լսես Տիրոջ ձայնը, եթե ուշադրությամբ, այնտեղ ասում է, քեզ համար լավ կլինի։ Այնտեղ քեզ համար լավ կլինի։ Երկրորդը 10:12 Եվ հիմա, ով Իսրայել, ինչ է պահանջում քեզանից քո Եհովա Աստվածը, բայց միայն որ քո Եհովա Աստվածանից վախենաս, նրա ամեն ճանապարհներում գնաս եւ նրան սիրես եւ պաշտես քո Եհովա Աստծուն բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ եւ հաջորդ խոսքը, որ Եհովայի պատվիրանքները եւ կանոնները պահես, որոնք ես այսօր պատվիրում եմ, որ քեզ համար լավ լինի։ Որ քեզ համար լավ լինի։ Այսինքն այն, որ Տիրոջ կամքն է, այն, որ Տիրոջ պատվիրանքներն է, այն, որ Աստծո ուզածն է, երբ որ դա անես, որ քեզ համար լավ լինի։ Աստված գիտեր, որ այս ժողովուրդը մի ժողովուրդ է, որ ինքը անելու է հենց ոնց որ իրանք են ուզում։
Մենք մեր արյան մեջ ադամական մեղքի բնությունը գալիս է։ Եվ ժամանակ առ ժամանակ մեր զգացմունքների մեջ հայտնվում են զգացմունքներ, հա, որոնք պայքարում են Աստծո դեմ, Աստծո կամքի դեմ, որոնք հակառակ են։ Եվ շատերին համոզում են։ Հիմա չեմ ուզում մեկը հանկարծ նեղվի, բայց ուզում եմ դու պատասխանես, եկեղեցի գնալը Աստծո կամքն է, թե չէ։ Բա ոնց է որ կարողանում է մի հատ զգացմունք հայտնվել քո մեջ, տարիների մեջ։ Աշխատում է, քո հետ աշխատում է եւ վերջապես հասնում է իր նպատակին եւ համոզում է վերջում ու չես գնում եկեղեցի։ Էլ չես գալի։ Այսինքն, եթե Աստծո կամքն է եկեղեցի գալը, ու դու չես գալի, ուրեմն քո հետ ինչ որ հակառակող ուժ աշխատել է։ Դա նույնիսկ չի երևում արտաքինից, բայց ներսից մարդու հետ աշխատել է, արտաքին պտուղն է, որ մարդը հալյավս չի գալի։ Աստծո կամքն է աղոթք անելը։ Աստծո կամքն է միաբան լինելը։ Աստծո կամքն է, որ մենք Աստծո խոսքը լսենք, հնազանդվենք Աստծո խոսքին։ Բա ոնց է որ գալիս է մի աշխատանք քո հետ, արդյունքում քեզանից դարձնում է անենց մի մարդ, այն որ ասում է քո մտերիմներն անգամ չեն ճանաչում։ Ես մեր եկեղեցում մարդիկ կան, որ տարիների մեջ չեմ հավատում, որ այդ իրանք են։ Չեմ կարում հավատամ, որ դա իրանք են։ Ոնց որ ուրիշ մեկը մտածելն է այդ մարմնի մեջ։ Ինչա կատարվե։ Ինչա պատահեր։ Ինչի է տենց։ Մի օր մեկն ասեց, դե դու չեկար իմ երեխային այցելես, հիվանդացել էր։ Ասեմ, լսեք, ես ինչ իմանամ քո երեխան հիվանդացել է, գոնե չպետք է զանգես ինձ ասես, որ երեխաս հիվանդացել է, արի։ Հա, դե ասում չգիտեի, որ ձեր մոտ կանչովի է։ Այսինքն վիրավորված մարդու զրույցն եմ ասում։ Բայց ես ինչ իմանամ, որ քո երեխան հիվանդացել է։ Պետքա չէ, որ դու ինձ զանգես ասես։ Կամ այն անգամ, որ շուկայի մոտ քեզ տեսախի չասեցիր, որ երեխան հիվանդ է։ Պետք է դու իմանաս, դու հովիվ ես։ Ես Աստված չեմ, ես ընդամենը մարմին եմ, ձեր նման։ Կարող է բաներ լինի, չիմանամ, ներողություն, որ չգիտեմ ամեն ինչ, ամենագետ չեմ։ Ներողություն, որ ամենակարող չեմ, ամենագետ չեմ։ Եվ այլն։ Հասկանում ես։ Ինչ է կատարվում մարդու հետ, երբ որ 12 խոսքը դիր նորից։ Ինչ է քեզանից պահանջում, ով Իսրայել, ինչ է քեզանից պահանջում քո Տեր Աստվածը։ Միայն քո Տեր Աստծուց վախենաս, նրա ամեն ճանապարհներում գնաս, նրան սիրես, նրան պաշտես քո Տեր Աստծուն։ Աստծուն բոլոր սրտովդ պատվես, պաշտես, սիրես եւ բոլոր հոգովդ, հաջորդ խոսքը, որ Եհովայի պատվիրանքները, կանոնները պահես, որ ես այսօր քեզ պատվիրում եմ, Տիրոջ կամքը կատարես, որ քեզ համար լավ լինի, որ քո համար լավ լինի։ Չէ։ Ես չգիտեմ, մի ուսմունք է բան արած, որ հավատքը բավարար է։ Հավատքը բավարար է փրկվելու համար։ Բայց հավատքը բավարար չի փրկությունը պահելու համար։ Հավատքը առանց գործերի կմեռնի կամ մեռած է։ Մենք կարիք ունենք Աստծո կամքը կատարելու։ Մենք չպետք է ապրենք մեր զգացմունքների մեջ, մեր կամքը կատարելով, մեր ցանկություններին հնազանդվելով, ասենք հավատում ենք ու մեր կամքը անելով, որ այսպես մեր համար միշտ վատ կլինի։ Բայց մի հատ Աստծո պատվիրանք ես կատարում, Աստծո կամք ես կատարում, անսահման ուրախ ես։ Օրինակ, մի հատ բան սովորացնեմ, մի հատ գտեք իրոք կարիքավոր մարդու եւ փորձեք օգնեք իրան, նյութական, կարիքավորին։ Հələ նրա կարիքներին կցորդ եղեք, ողորմություն տվեք, ասենց ասեմ։ Հələ դե սիրտդ ինչքան է ուրախանում, օթերի մեջով ես ուզում ապրես գնաս։ Որովհետեւ այդ մարդը շատ է ուրախացել քո տվածի վրա, բայց ասում է տալն ավելի երանելի է, քան թե ստանալ լավ է, բայց տալը ավելի լավ է։
Եվ տալիս ես քեզ համար լավա ներսից։ Ավելին ասեմ, նրանք ովքեր որ Աստծուն տան վրա գործ են արել, մի բան արել են, երբ որ արել են հասել ավարտին, ոնց են ուրախացել։ Ինչքան եք ուրախացել, ասել, էս էլ արեցինք։ Ես չգիտեմ, ձեր սիրտը ոնց իմ սիրտը շատ է ուրախացել։ Մասնակցելով դրան։ Հələ փորձի Աստծո կամքի մեջ եղի։ Հələ փորձի անես այն ինչ որ Աստված է պատվիրում։ Հələ ասեմ ձեզ, ամեն առավոտ, որ կյանքը սկսվում է, իմ մոտ սենց է։ Ես առավոտը որ արթնացա, մեռախոս գցեք մի կողմ։ Ուղիղ գնացեք աղոթքի։ Բոլորը գնում են ներքին սենյակ, ես դուրս եմ գալ, իմ ներքին սենյակը դրսումն է, սա աշխարհը։ Գնացեք դուրս, հələ գնացեք առանձնացեք Աստծո հետ աղոթքի։ Կյանքը տեղից սկսեք։ Օրդ հանձնի Տիրոջը։ Աստծո կամքին հնազանդվելով, Աստծո խոսքին հնազանդվելով, դες կյանքդ ինչպես է փոխվում։ Եվ քեզ համար լավ կլինի։ Դրա արդյունքն ու պտուղները հետ կվերադառնան։ Գալիս եմ այս ավարտին։ Մի հատ, եթե դժվար չի, Երեմիա 42:13 խոսքից ուզում եմ մի բան կարդամ։ Ես խոսեցի արտաքին իրավիճակների մասին, որ արտաքին աշխարհում երբ որ ամեն բան վատ է, դա դեռ չի նշանակում, որ այստեղ էլ պետք է վատ լինի։ Եվ ես խոսեցի այն մասին, որ երբ որ ձեր կյանքում վատ է, ուրեմն Աստծո տեղն է դա։ Պետք է Աստված լցվի այդ դատարկ տեղը, ոչ թե ուրիշ բանով լցնես։ Երբ որ ժամանակակից մոդայիկ շորեր հագնես, առնես, անես, կոսմետիկա ու ոսկի ու բան, դա չի լցնելու, դրանով չես կարող լավ լինել։ Եթե շուշուտ օրինակ մարդկա ավտոնա փոխում, մատաննա փոխում, հեռախոսնա փոխում, անդադ անում է, որ լավ արտաքին ապստայեցես փոխում է, որ ներքում լավ լինի, բայց ներսից լավ չի լինի, քանի դեռ փոխհարաբերությունը Աստծո հետ չի վերականգնված։ Երբ որ փոխհարաբերությունը Աստծո հետ ճիշտ է, արտաքին աշխարհում նույնիսկ կարևոր չի։ Նու եթե լինել, փառք Աստծո, եթե չլինի, դա չի փոխի քո ուրախությունը։ Եթե ասեք մենք չենք կենալ այս երկրում, ձեր Տեր Աստծո ձայնին չլսելով։ Շարունակենք։ Ասելով թե ոչ, այլ պետք է գնանք Եգիպտոսի երկիր, որ անտեղ պատերազմ չենք տեսնիլ։ Ասма Իսրայելը կայնե ասել էր, որ մենք այս երկրում էլ չենք ապրում, գնում ենք Եգիպտոս, որ այնտեղ պատերազմ չտենանք։ Այնտեղ պատերազմ չենք տեսնիլ, փողի ձայն չենք լսիլ, էդի առավոտն այդ սիգնալիզացիաները որ միացնում են, ի՞նչ է կոչվում։ Սիրենա, տրիվոգա, հա։ Պատերազմ չենք տեսնիլ, փողի ձայնը չենք լսիլ, հացի համար չենք սովիլ, այնտեղ կբնակվենք, կգնանք։ Ուրեմն հիմա Տիրոջ խոսքը լսեք, ով Հուդայի մնացորդ։ Այսպես է ասում Զորաստերը, Իսրայելի Աստվածը, եթե դուք ձեր երեսները ուղղեք Եգիպտոս գնալու եւ գնաք այնտեղ պանդխ տանալու, այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ Եգիպտոսի երկրում պիտի հասնի ձեզ։ Եվ այն սովը, որից դուք զարհուրում եք, այնտեղ պիտի փակչե ձեր ետևից Եգիպտոսումը։ Եվ այնտեղ պիտի մեռնեք։ Եվ այն ամեն մարդիկ, որոնք իրանց երեսները ուղղել են Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխ տանան, պիտի մեռնեն սրով, սովով եւ ժանտախտով։ Եվ ժանտախտը դի բանա, պանդեմիան է։ Եվ նրանցից ազատվողը պրծնող պիտի չլինի այն չարյաց երեսից, որոնք ես պիտի բերեմ ձեզ վրա։ Լավ, հիմա մի հատ sense բան ասեմ։ Ես հասկանում եմ, էդի այն որ հիմա մարդիկ գնում են Հայաստան, բան դրա հետ չեմ ուզում կապեմ, հանկարծ դրա հետ չվերցնեք, բայց ուզում եմ քեզ ասել։ Եթե երկրում խնդիր է, պատերազմական վիճակ է, ինչ որ այստեղ էր։ Եվ մարդիկ չիմանալով Աստծո կամքը։ Զարմանալի է, բայց Աստված Երեմիայի միջոցով ասաց, եթե գնաք Բաբիլոն գերության կփրկվեք, չգնացեք կմեռնեք։ Զարմանալի է, բայց արի տես, որ Երեմիային
միջոցով այդպես բան խոսեց։ Եվ ասма ժողովուրդը պանիկայի մեջ ասում էր, որ գնանք, փախնենք, գնանք Եգիպտոս, այնտեղ լավ է, այնտեղ պատերազմներ չկա, փողերի ձայն չկա, լավ կլինի կյանքներս։ Այսինքն կոմֆորտ էին փնտրում, ոչ թե Աստծո կամքը, ամբողջ միտքը սա է։ Ոչ թե Աստծո կամքն էին փնտրում, այլ իրանց համար կոմֆորտ էին փնտրում եւ փախչելով իրավիճակից ուզում էին, որ լավ լինի, որ իրան գնան լավ ապրեն։ Ված չի ժողովուրդ ջան, բոլորն են ուզում լավ ապրեն։ Հենց դրա համար էլ, այս քարոզը սրա համար էր, որ հասկանաս, որպիսի քո համար լավ լինի, արտաքին ապստայացեստվան փոխելով չի, փախչեն գնանք Եգիպտոս, փողի ձայն չկա, տրիվոգա չկա, բենզինը էժանակ, ինտերնետը կա, այտենց փոխելով դա չի բերելու քեզ համար լավ, այլ քո եւ Աստծո փոխհարաբերությունը ուղղելով։ Երբ որ Աստծո հետ ամեն ինչ լավ կլինի, հավատացնում եմ քեզ, ամեն բան լավ կլինի։ Բայց եթե Աստծո հետ լավ չի, նույնիսկ կարևոր չի, թե որ Եգիպտոսում ես կամ որ աշխարհում ես։ Ես շատերին գիտեմ, որ թողեցին շփոթված նեղության տարիներին գնացին Ամերիկա։ Հիմա մեկը գնաց Ամերիկա Աստծո կամքով, մյուսը գնաց նյութական դժվարություններից, այն մյուսն էլ գնաց ավելի շատ փող աշխատելով։ Այդ բոլորն էլ հիմա Ամերիկայում են, արտաքին ապստայեցստան բոլորն էլ նույն վիճակի մեջ ապրում են։ Բայց նրանք, որոնք Աստծո կամքն են, Աստծո կամքով են գնացել, Աստված օրհնել է եւ այնտեղ նորից Աստծո գործն են անում։ Մեր ֆրունզ աղբոր հետ հաճախակի ենք խոսում, ժամանակ առ ժամանակ զանգումը եւ ասեմ, որ Տերը օրհնի այդ մարդուն։ Մեծ արթնություն եղավ ֆրունզ աղբոր միջոցով ամբողջ Հայաստանում։ Եվ հիմա էլ այնտեղ է արվում։ Մի հատ բան ասեմ։ Նորից նրանք, որ պտուղ էին բերում, շարունակում են այնտեղ պտուղ բերել։ Նույնը ես էստեղ եմ ասում, այս բանի վրա, որ եթե մեկը Աստծո կամքով գնա նորից շարունակի մի ուրիշ երկրում ծառայելու կամ պտուղ տալու, Տերը օրհնի։ Միայն Աստծո կամքով լինի։ Բայց եթե մենք փախչում ենք, կոմֆորտ ստեղծելով առանց Աստծո կամքը հարցնելու, մտածենք այս ուղղությամբ։ Թող Աստված օրհնի բոլորիդ։ Քեզ համար լավ կլինի, գնացեք, ասացեք արդարին ասացեք, որ քեզ համար լավ կլինի, որ քեզ համար լավ է, քո բանը լավ է, ստենց գրած աստեղ, գնացեք, արդարին ասացեք, ես կարծում եմ, որ եկեղեցին Աստծո ժողովուրդն են, ես էլ եկել եմ ասեմ արդարին, քո բանը լավ է, քաջեղի, կանգնենք ոտքի։